Հոգեբանական վիճակը գրոհվում է ամեն օր մեդիայով եւ այս ձեր նշած քաղաքական ուժերի խոսույթով, բայց հողի վրա, մաշկի վրա քաղաքացին չի զգում այդ փոփոխությունից, կարծում եմ զգում է եւ այդ ամեն ինչը չի կարող, անկասելի է ուղղակի, չի կարող ուղղակի քաղաքացին անգնահատելի թողել եւ ասել ես վերադառնում եմ անցյալ ու նախկինին, որտեղ է ձեր նշած բոլոր ուժերը աֆիլացված են նախկին իշխանությունների հետ եւ այդ նախկին ներկա խոսույթի տրամաբանության մեջ չեմ ասում, այլ գաղափարական արժեբանական եմ ասում։ Ես այդ թվերը, որ հիմա շեշտեցի, թող քաղաքացին համեմատի վերջի 2008-ից 18 թվականի փոփոխությունները, բանակում բարեփոխումները, զին տեխնիկայի արտադրության, ռազմարտունաբերության աճը, գիտության ֆինանսավորման աճը, այդ ամենը թող համեմատի վերջի 10 տարում 8-ից 18-ի եւ 18-ից հիմայի։ Ասենք տարբերությունը հսկայական է։ Եվ գաղափարական տեսանկյունից, քանի որ ասացիք գաղափարական եմ ասում, ինչի մասին են լինելու 26 թվականի ընտրությունները, որովհետև մենք հասկանում ենք, որ դա պարզապես քաղաքական իշխանություն ձևավորելու մասին չեն։ Դրանք շատ ավելի խորը լայն նշանակություն ունեցող ընտրություններ են։ Ինչի մասին են լինելու գաղափարական տեսանկյունից։ Եվս մեկ անգամ շեշտեմ անկախություն եւ ինքնիշխանություն։ Այդ ուժերը միավորվելով Հայաստանի Հանրապետությունը տանելու են գաղութացման ճանապարհով, ծայրագավառ սարքելու ճանապարհով, իսկ մենք անկախության եւ ինքնիշխանության կողմնակից ենք, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության կողմնակից ենք, այդ նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ։ Իսկ կարծում եմ ծրագրերի տարբերությունը հսկայական է։